Իհարկե, ես Ռոբերտ Քոչարյանի մասին, որպես անձնավորության մասին միշտ էլ բարձր կարծիք եմ եղել, եւ երբ որ ինքը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի, Վագեն Սարգսյանի կողմից եկավ հրավիրվեց Հայաստան, որպես վարչապետ, ես այն ժամանակ էլ շարունակում էի նկատմամբ շատ բարձր կարծիքի լինել, մի անգամ էլ նույնիսկ ինքը հրավիրել էր ճաշկելույթի ինձ, այո, մի քանի հանձնաժողովների ընդունության հետ կապված հանձնաժողովների նախագահների շրջանակներում, ասենք նորմալ, բայց ինքը գնաց սխալ ճանապարհով։ Ինքը գնաց սխալ ճանապարհով եւ ես ասում եմ լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ։ Նիկոլը թալանել է, դա չի ասել, բայց ասել ո՞նց արնում, ասում է չի ասել։ Իր ասածը դա է նշանակում։ Լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ, որոշները քան այսքան թալանել։ Լավ ենք արել, Արցախը տվել ենք, բայց դուք ինչ եք բանը տվել, ղարսը տվել։ Այդ նարատիվներից պիտի դուրս գան, թալանելից պիտի պատասխան տաս, որ թալանով պիտի պատասխան տաս։ Տեխնացուի մասով բնականաբար հեգնել է, պարզ է, որ հեգնել է, պարոն Մարուկյանի տեխնացիան ինքը հեգնել է, բայց հիմա իրանց դեմքն պատրվում է։ Իրանց դեմքերը պատրվում է։ Մենք ունենք մի հատ իրավիճակ, պարոն Մարուկյանը իր բանը երեկվա լայվում շատ գեղեցիկ միտք արտահայտեց, որ քաղաքական մոնոպոլի արտահայտություն։ Ես մի քիչ ուրիշ ձևի էի ներկայացնում, մենք ունենք մի հատ իրավիճակ, իշխանության կայունության իրավիճակ։ Մի սյունի վրա զողադրված մի ծայրում իշխանություններն քաղաքական պայմանագիրը մի ծայրում Անդիմությունը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրար հավասարակշռում են, իրար պահում են։ Այս սյունը պետք է տակից հանել, այդ հավասարակշռությունը խախտել, քաղաքական դաշտին գեներացնել որոշ էներգիա եւ Հանող Էդմոն Մարուկյանն է։ Ադրան։ Սյունը հանող Էդմոն Մարուկյանն է։ Կարևոր չի թող գահնի, կարևորը որ հանվի։